Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, լույսը բացվեց եւ թող բարին էլ հետը բացվի, բոլորիդ բարի խաղաղ օր եմ ցանկանում։ Ես էլ սպասում եմ, որ մեկ բաժակ կոֆես լինի, հավեսով խմեմ ու գնամ աշխատանքի, տեսնեմ այսօր ինչ է գլխիս գալիս։ Այսօր շատ պատվերներ ունեմ սնունդ պատրաստելու, տեսնեմ, պետք է հասցնեմ պատվերների պարագաներն էլ ճարեմ, գտնեմ։ Խմեմ թող աչքերս բացվի, լույսն էլ հետն է ոնց որ թե ուզում բացվի, այսօր կզանգեմ, որ իջնեմ գնամ աշխատանքի։ Հետաքրքիր է, չէ, եղանակը ցուրտ է, բայց ճնճղուկները, ծիտ ենք ասում, չէ, ծտերը մարտի 1-ից սկսել են աշխույժ ծլվլալ, երգել, նրանք ոնց որ թե գարնան գալուստը զգացել են, շունչը զգացել են, աստիճանաբար սկսում է հալվել, բայց մեր շենքի մուտքի այդ հատվածը երեք ամբողջ օրը ջրհեղեղ էր, ձյունը հալվում է ու հալվում, մեկ-մեկ կատականելով էլ են ասում, որ մեր շենքի բակում ամառնել է ձմեռ, իհարկե միշտ ջրափոսերը պարտադիր են։ Չեմ հիշում սիրելի հետևորդներ ջան, այսօր ամսի քանիսն է, 4-5-ն է, 4-ն է թե 5-ը, չեմ հիշում, սա ինձ օգնության կգա իմ հեռախոսի օրացույցը, լավ այդ հեռախոսներն էլ կան, չնայած պատին էլ ունենք օրացույց, կողմից շատ սիրելի մի անձնավորություն հրաշքի մեզ նվիրել է Աստծո պատվիրաններով, Աստծո խոսքով գրված եւ ես շատ եմ սիրում այդ օրացույցներից, կարծես թե Աստված էր ուղարկել նրա միջոցով, ամեն տարի մենք միշտ այդ օրացույցն ենք օգտագործում, Աստծո խոսքով գրված օրացույց է, այս տարի չունեինք, չէինք փակցրել եւ մտածում եմ, թե որտեղից կարելի է վերցնել, որտեղից եւ հրաշք Աստված ուղարկեց, այո, Աստված մարդու սրտին ամեն ինչ դնում է եւ կան այնպիսի բոլորիդ մոտ էլ եղած կլինեն այնպիսի պահեր, ինձ թվում է, որ ինչ որ մի բանի մասին մտածում ես, երազում ես, ցանկանում ես կամ խոսում ես, կատարվում է։ Դա հենց այնպես չի կատարվում, սիրելի հետևորդներս, դա Աստված է մեր ձայնը լսում եւ մեզ պատասխանում է բարի մարդկանց միջոցով։ Իմացեք դա բոլորդ էլ։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձա, այնքան հովեսին, տոք, ջերմ, արևոտ եղանակ է, շատ հաճելի է, նայեք, ցույց եմ տալիս հողամասի կողմը, մեկ օրվա ընթացքում ինչքան է հալվել ձյունը, համարյա բան չի մնացել, 1-2 օրից ամբողջը կմաքրի։ Սպասի բաղադրիչները պատրաստել եմ, 2 գթալ ալյուր, ձավարը եւ 1 ձուն, մածունն ու թթվասերն էլ կավելացնեմ։ Դեռ հիշեցի, որ նորից մի փոքր սմետան կա, սա էլ տաք ջրով խառնեմ, բացեմ, ավելացնեմ, թող չմնա։ Մնում է տաք ջուրը ավելացնեմ ու էփվի։ Սպասը արդեն եռած, կամաց եմ արել, գրեթե չեմ խառնել, քանի որ եռացրած ջուր լցրեցի։ Այս կողմի վրա հավի փափկամիս է, կարմիր պղպեղ եմ լցնում, մի փոքր սոյայի սոուս, լիմոնի հյութ եմ ճզմում, շատ քիչ։ Եթե տանը նարինջ ունեք, կարող եք նարինջի հյութ լցնել։
Սա տապակելու եմ, կտրատեմ, շաուրմա պատրաստեմ։ Մի փոքր կարագ եմ ավելացնում, թող հալվի։ Սպասը պատրաստ է և ես ավելացնում եմ կանաչին։ Ես համեմ եմ լցնում, բայց դուք կարող եք ձեր նախընտրած սիրած կանաչին օգտագործել։ Օրինակ մեզ մոտ վայքում գարնանը ընդունված է մանդակով ապուր պատրաստել, կանաչիի փոխարեն լցնում են մանդակ կամ շուշան, սիբեղ, թարմադաղց, ուրց են լցնում, արտաշատում օրինակ ընդունված է նեխուրը, քյարավուզը։ Սպասը յուրահատուկ կերակրատեսակ է։ Լցնում եմ վերջում կանաչին ու անջատում։ Ահա, սա էլ սպասը։ Արտաշատում ամաս երբ սպասա պատրաստում, քյարավուզ ու սոխա լցնում։ Մի խոսքով, ով ինչ ձև սիրում է, այնպես էլ թող պատրաստի։ Եվ մեր տանը ընդունված է, այսինքն բոլորն էլ սիրում են, որ բաժակի մեջ լցնենք։ Լիլիթը սիրում է իր Լիլիթ բաժակով։ Արի Լիլիթ։ Ես էլ այս բաժակով։ Ես ընդհանրապես, եթե նկատել եք, շատ եմ սիրում թափանցիկ այսպես բաժակներ, որ միջի պարունակությունը երևա։ Դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Սիրելի հետևորդներ ջան, սպասը կերամ, հիմա էլ գնում եմ բնության գիրք հետազոտությունների։ Գնում եմ տեսնեմ եղինջը աճել է թե ոչ։ Այնտեղից էլ մտնեմ խանութ ու վերադառնամ տուն։ Ժանգյալով հաց է ուզում, բա որ ուզում են ես ոչ չպատրաստեմ, չէ՞։ Գնամ, հաջողություն ասեք ինձ, տեսնեմ աճել է, անպայման կքաղեմ։ Դուռը բացում եմ ու դուք չզարմանաք։ Մի հատ մեր շենքի առաջը նայեք, տաք հավեսին եղանակ, մեր շենքի առջև մեր բակում էլ նավակ է պետք, որ անցնենք, որովհետև արևը այստեղ շատ չի կպնում, ամբողջ ձյունը եկել, սառույցի էր վերածվել, հիմա էլ այսպես ջրափոս էր հալվում է, կամաց, ոնց գնամ։ Ոնց էլ գնամ չի լինում։ Ոյ, ահա որա։ Հիմա մի քիչ հալվել է, այն առավոտ շուտ որ գնում եմ աշխատանքի, ահա որա։ Սա էլ մեր բակը, սիրելի հետևորդներ։ Դե գարնանն էլ, ամռանն էլ ջրափոսեր են այստեղ միշտ։ Ոյ, այստեղ արդեն որ արև է կպել, հալվել է։ Արդեն ծանոթ ճանապարհ է, հողամաս տանող ճանապարհն է։ Գնում եմ, տեսնեմ եղինջը բուսել է թե ոչ, աճել է թե ոչ։ Բանջարներից առաջինը եղինջն է դուրս գալիս, մանավանդ այս հատվածում միտեղ կա ժայռերի քարերի տակ, արևն էլ անմիջապես կպնում է այդ կողմը։ Գնամ տեսնեմ, դուրս է եկել թե ոչ։ Ինձ համար արդեն գարունը բացվել է։ Կանաչն էլ փչել է, դուրս է եկել, արդեն տեսեք նկատվում է։ Մի քանի օրից կսկսի լավ կանաչել։ Ես էլ մի քիչ գերհոգնած եմ, աչքերս ցավում են, բայց գնում եմ, իմ հալով չեմ մնում, այսպես մի ասացված կա, չէ, հալովդ սթրվի, բայց ես իմ հալով չեմ սթրվում, սիրելի հետևորդներս ու գնում եմ շոտ հովեսին տոքո, են որ
դրսից չեմ ուզի գնամ տուն։ Լիլիթն է չեկավ, մենակ եմ, այստեղից էլ գնալու եմ խանութ, մի քանի գնումներ կա կատարեմ, բանաստեղծություն կա, չէ, դպրոցի ճամփան ձմեռվա ցրտին, դժվար է երկար շատերի համար, հիմա իմն է, այս հողամասի ճանապարհը դժվար ու երկար է շատերի համար, բայց ինձ համար ոչ, որովհետև ես մեծ հաճույքով եմ գնում, հասա արդեն գետի մոտ, այս ժայռերի տակ է, բազմիցս եկել եմ, նաև վլոգ ունեմ, որ հավաքել քաղել եմ, բայց ինձ հետաքրքիր է դուրս է եկել թե ոչ եւ ես չեմ ալարում ու գնում եմ, ով ալարի ոչ դալարի, այսպես, շոտ հովեսինո, մի քանի օրից արդեն լրիվ գարնան տրամադրություն, գարնան շունչ, բայց մի բան ասեմ սիրելի հետևորդներս, են գարնան հոտը դեռ չեմ առնում, գարնան հոտը յուրահատուկ հոտ է, աննկարագրելի մի հոտ, արի վրայի ձյունն էլ է կամաց հալվել, քիչ է մնացել, քանի որ եք այստեղ այս սարը մոտիկից ցույց տամ, որոշել եմ, որ երբ բոլորովին ձյունը հալվի, էլ ձյուն չլինի, տաք լինի, բարձրանամ այս սարի գագաթը, նստեմ, զրուցեմ և կոֆե պատրաստեմ, խմեմ ու կարելի է նաև ինչու չէ ուղիղ եթեր անել, եթե իհարկե ինտերնետ կապը կբռնի այս հատվածում։ Մենք միշտ եկել ենք այս քարերի մոտից ենք, այս հատվածներից ենք տարել եղինջը, իհարկե այստեղից չէ, ուղղակի սիրուն են քարերը, նկարելով գնում եմ։ Այս չորացած բույսը, դեղին փշփշոտ, որ ծառի վրա փաթաթվել է, դեղնագույն, շագանակագույն, դա մարաժոյի ծնեփեկի հին չորացած քյոլն է, բույսն է։ Այստեղից սկսում են, ես էլ դե եկել եմ, պիտի նայեմ, ահա, ոչ չկա, սիրելի հետևորդներս, հիմա կասեք նազոն գնա մի տեղ ու ոչինչ չճարի, լավ էլ կա, չորացած տերևների տակից, ահա, բուսել են եղիջները, ես էլ ձեռնոց չբերի, համ պատրաստից եմ եկել, ոյ, եղինջով ապուր կարելի է պատրաստել, Նազո ջան, էդ դու քեզանից չէր, որ չբերեցիր, տեսեք, այստեղ էլ էլի իրար տաս, մաքրես, եղինջը դուրս է եկել, բա ինչ անեմ, քաղեմ, չքաղեմ, չորացած տակ է այստեղ, ահա տեսեք եղինջը ինչ լավ դուրս է եկել, ասեմ, որ հիմա երևի Երևանի շուկաներում շատ թանկ է վաճառվում եղինջը, կարելի է եղինջի բիզնես անել, այս ժայռերը, քարերը որ կան, այսպես, տեսեք, այս քարերի տակը, տաքություն է սա, նաև արև կող է, արև անմիջապես խփում է այս կողմը և եղինջներն էլ բուսել են, չգիտեմ քաղեմ թե չէ, թողեմ գնամ ուրիշն է գալու քաղի, մի հատ տեսնեմ են կողմերի վրա էլ կա, իհարկե այն գետի մյուս կողմն էլ կա, ահա, նայեք, կանաչ, սիրուն մատս էլ կծեց արդեն, եթե առանց ձեռնոց ենք հավաքում, ապա ծակում է, բայց առողջարար է, եղինջի ծակածը շատ առողջարար է, ավելուկն էլ է եղել, այսպես այս քարի տակով եղինջները բուսել են, ահա, հենա, կանաչել են, մի երկու օրից ավելի լավ կլինի ու կմեծանա, տաքը տա, ավելի լավ կմեծանա, այս ձյունն էլ ջրեց, իսկականն են, քանի որ հարմարանք չեմ բերել, տոպրակ ձեռնոց չեմ քաղում, ուղղակի սա
ստուգում էր, ահա տեսեք, էլի դուրս են եկել հենա, այս մասերով էլ անմիջապես տաք է, չէ, այս քարի տակ, չոր խոտեր վրան ու լավ բուսել է եղինջը, արևն էլ այս դիմացից անմիջապես ընկնում է վրաները։ Փոքրիկ կապույտ ծաղիկներն էլ են ծաղկե գարնան, ավետաբեր ծաղիկներ են սրանք։ Այստեղից արդեն սիրելի հետևորդներ, ես գիտեք արդեն, որ բնության ոնց են ասում, ամեն ինչը գիտեմ, երբ որ նայում եմ, այստեղից քաղել են իհարկե, տեսեք, պոկած կա, պոկել են, ինձանից առաջ են եկել, մի հատ այսպես անում ենք, նայեք, այս ա եղել է, այստեղից քաղել են, խոտերը տարել են այն կողմ ու քաղել են, մի հատ այստեղի եղինջները, հիմա ինչ անեմ, քաղեմ թե չէ։ Տոպրակ կա մոտս, քաղեմ, լցնեմ մեջը։ Ահա։ Դժվար տեղեր են աճում, բայց այս ծառի մոտ լավ աճել է։ Սա չիմանակ աշնան եղինջն է, նոր հելած եղինջը։ Քաղում եմ ու մի կողմից էլ պետք է զգույշ լինեմ, որ եղինջը դուրս է եկել, ուրեմն սողուններն է դուրս եկած կլինեն։ Հիմիկվա օձերը եվրո ստանդարտներին են համապատասխանում, եվրո սիստեմ է։ Հլի ինչ մեծերն են։ Արդեն ձեռքս է սովորեց, էլ չի ծակում։ Բայց հեսա Լիլիթը կգա ինձ ընդառաջ։ Այսքան քաղեցի, բայց էլի կա։ Այս մասում էլ կա, կբարձրանամ հեսա։ Մի հատ տեսեք ինչ տեղեր են, ժայռերի մեջ, ժայռերի տակ, գեղեցիկ է, չէ, ամեն մի քարն էլ, ծառն էլ, թուփն էլ ինձ համար գեղեցկություն է, սիրելի հետևորդներ ջան, վայելում եմ տակ, այս շորս էլ հանեցի, շատ շոք ա, իրար եմ գալիս, խեղտվում եմ, այսպես սիրուն վայր։ Վերևում էլ կապույտ խաղաղ երկինքը։ Արդեն որ ես սիրում եմ ամեն ինչը, ես գնամ, քաղեմ, բերեմ, սարքեմ, չեմ սիրում առած ինչ որ բաներ։ Սիրում եմ ամեն ինչ իմ ձեռքով պատրաստեմ, ես մշակեմ, ես հավաքեմ, ես քաղեմ։ Սիրում կանաչ աչքով են անում։ Գլխից գործ բացեցի, պիտի գնամ, նստեմ, հատ-հատ էլ մաքրեմ։ Նազու, դեսա թրվի տեղը տելի։ Նյոց ստե նայեք այսպես մաքրում թափ եմ տալի ու քաղում։ Մի քիչ որ մեծանում է, այն իր այդ համն ու հոտը կորում է։ Ամենահամովը հենց են առաջի քաղածն է, նուբար։ Մի հատ էլ ուտում ենք ու ասում ենք երազանք պահեք, առաջի անգամ ենք այս տարի ուտում։ Շատ դժվար է մենակով մենակ նկարահանել, համել այդ ընթացքում քաղել, մի քիչ կարող է լավ չստացվի, բայց դե տեսեք ինչ մեծ եղինջներ եմ քաղում, մեր լեզվով ասած դաղդղան, դաղում է էլի, դաղդղան է, դաղդղան, իրոք հեսա գնամ տուն, մանավանդ որ մի հատ էլ ձեռքը մտնում է մարդու ջուրը, լավ սկսում է դաղվել, դրա համար էլ ասում են դաղդղան։ Դաղում, վառում, գցում այն կողմ, բայց դե առողջարարել է ծակծկոցը, այդպես եմ ասել, չգիտեմ, հիմա առողջ այդպես եմ լսել, չգիտեմ, հիմա թե սրա ծակելու օգտակարությունը որն է, ինչումն է, չեմ հասկանում, ինչ լխտիկներն են, ինչ լավերն են, լխտիկ դաղդղաններ, ահագին քաղեցի,
Հիմա այդքան էլ կարևոր չի չափը, բայց դե լավ քաղեցի, գոհ եմ։ Տանեմ կուտապ կպատրաստեմ։ Մարդ պետք է ղսմատ ունենա, եւ ես էլ արդեն գիտեմ որտեղ, ինչ է, երբ է լինում բանջարի տեսակները, առաջինը մեզ մոտ վայքում եղինջն է լինում դուրս գալիս։ Ինչ հետաքրքիր հավեսին հոտ ունի, բայց առաջինն ու բարը որ անում ես ինչ համեղ է լինում, գոհ եմ, շնորհակալ եմ, բայց քաղելով առաջան ամեն կողմի վրա էլ կա, ահագին էլ էլի կհավաքեմ, ուղղակի մի քիչ դժվար է մենակ նկարահանել ու քաղել, այդ դա է խնդիրը, նկարող չունեմ։ Հաստ, փարթամ, կանաչ։ Տեսեք ինչ լավ եղիջներ են, կանաչ ու հատ պոկում։ Էկրանս էլ երևի կեղտոտվեց փոշուց։ Թաքնվել էին սրանք սիրելի հետևորդներս, բայց դե իմ աշկից բան չի վրիպի, ես կքաղեմ։ Հիմա սա կտեսնեք, կասեք, ոյ, մենք է գնանք քաղենք, եղինջը եղել է, քաղեք, այո, քաղեք, օգտվեք գարնան բարիքներից։ Հլո, լղտիկ, սա աշնանը հաստատ, սա աշնան եղինջ չի, նոր է աճել, իր այդ ցողունների թեղությունից երևում է։ Մոտերս թոփով, այստեղ վարեցի, հնձեցի, մի տարի եղինջ չի աճի, իհարկե կատակը, ու ինչ լավերն են։ Սիրելի հետևորդներ, ես ինչ եմ տենում այստեղ։ Այ քեզ, ես ինչ քորա, ինչ կլորակ քորա, չգիտեմ, քանի որ ես սիրում եմ քարերի հավաքածու, հետաքրքրեց ինձ այս կլոր քարը, երբեք նման սիմետրիկությամբ կլոր, այսպիսի քար ես չէի տեսել։ Հա, էլի քարը հետաքրքիր է, չէ, բայց ես կվերցնեմ այս քարը, ինձ հետաքրքրեց, ես քարեր ունեմ տանը, գիտեք, փոքրիկ, տարբեր չափերի, տարբեր գույների եւ սա էլ ինձ հետաքրքրեց։ Այ Այնքան հավես է, սիրելի հետևորդներս, որ չեք պատկերացնի, մազերիս էլ փուշ, մուշ, խոտ, խլուշ կպավ մազերիս, սենց էլ պետք է գնամ խանութ, որը ես իմ եղինջները քաղեցի, գոհ եմ, ուրախ եմ, թռչունները ող ոնց են երգում, գետի խշշոցը, թռչունների երգը, դայլայլը, միայն կոֆես էր պակասում, կոֆեն է լիներ, ճոխ կլիներ ինձ համար, օհոկին քողեցի, թռչունները ող, նայեք ինչ գեղեցիկ տեսարան է, թիկունքումս գետն է, այսպես այստեղ, թիկունքումս գետն է, Լիլիթին ճիշտն ասած կանչել էի, առաջանամ տեսնեմ, գալիս է թե ոչ, չէ, չեկավ, մեր տնից մենակ ես եմ բնություն սիրում, մեկ էլ տղես սիրելի հետևորդներս, ոչ ոք չի սիրում ես ձայնը, խշշոցը, թռչունների երգը, մենակ ես, մենակ ես, մենակ ես, հրաշք, հա գետը,
մարդ ոնց կարող է չսիրել։ Սա արփագետն է, շատ հաճախ երբ անունը չեմ տալիս, գրում եք որ գետն է, արփագետն է, վայքով հոսում է, այքի մեջով հոսում է արփագետը։ Լավ, այսպես էլ պետք է գնի։ Էդ հանվերը վեշը ժողեմ, էդ հասեմ տուն, ինչ քաղիրեմ բոլի, բոլի։ Քիչ են չկշտացողը, շատ են չի կշտանը, թողնեմ ու գնամ, կարևորը հաճելի է շատ, մի կուտապի եղինջել քաղեցի, մնացածն է թող մնա, ուրիշները թող օգտվեն, թող բոլորն էլ օգտվեն գարնան բարիքներից, սիրելիներս, դուք էլ ես տեղեկացրի, որ դուրս է եկել եղինջը, օգտվեք, քաղեք, պատրաստեք և կերեք։ Պրակը շորս էլ այնտեղ եմ դրել, սա էլ այս հրաշք տեսարանը։ Քայնվա, վերևեշը ժողեմ, ու հոգինը կողեցի։ Բա իմ քարը, հետաքրքիր է, չէ, մի հատ այստեղ նայեք, մի քիչ էլ խաղալով գնամ, կլոր գնդակ քար, գնդակ, բայց նայեք իչքան կայելի, շատ ու շատ, ահա, գոհ եմ, շնորհակալ եմ, նախ առաջին հերթին Աստծուց եմ շնորհակալ, որ ինձ բախտ հաջողվեց, որ ես կարողացա հավաքել այս հրաշք դաղդղանները, համեղությունները, ուրախ, գոհ, մոզերս բայց ես ինչ խառնվեց, մի հատ սենց սանրեմ, մատերով, երեխա ժամանակ, որ անում էինք սենց, լավա, երեխա ժամանակվա սաներով, մատերով էլի, դզում էինք ու գնում էինք տուն, ոյ, շնչառությունս բացվեց, դարդու ցավերս մոռացա, կարծես ոնց որ երեք չլիներ, այնքան վատ էի հիմա, բայց դուրս եկա բնություն, բոլոր ցավերս, հոգսերս անցավ, հավես էր։ Արդեն գիտեք սիրելի հետևորդներս, որ հիմնականում մենակ եմ գնում, մենդը մենակ, մեր բարբառով ասած մենդը մենակ եմ գնում, չնայած իմ խելքին էլի մարդիկ լինում են, մեկ ընկերակցում են ինձ, բայց հիմնականը մենակ։ Լավ, այս ճանապարհն էլ ասֆալտեցին, հեշտ է։ Չնայած նույն բարձրությունն է, բայց ասֆալտի վրայով գնալը հեշտ է, հեշտ։ Գնամ խանութ ու հայդետուն, եղինջները մաքրեմ, խանութ, պլանավորում եմ արդեն, խանութ, գնումներս անեմ, մտնեմ տուն մի հատ լվացվեմ, խմորը, մտնեմ տուն լվացվեմ, խմորը պատրաստեմ ու նստեմ եղինջները մաքրեմ, լավ պետք է մաքրեմ։ Փախան, դե Լիլիթ մի արի, նստի տունը։ Ես կգնեմ։
Եվ չմոռանաք, սիրելի հետևորդներ, անպայման լայքեք, տարածեք իմ վլոգները, կիսվեք ձեր ընկերների հետ։ Եվ ես էլ ներկայացնում եմ մեր վայք քաղաքը, դաշտերը, սարերը, մի խոսքով ուր գնում եմ, ինչ անում եմ, հավաքում եմ, դա ցուցադրում եմ, որ տեսնեք, թե մեր բնությունը ինչքան հրաշալի է, ինչքան առատաձեռն է, մեզ ինչ բարիքներ է տալիս։ Արդեն մոտենում եմ շենքերին։